Այդ ժամանակ էր, որ ես անընդհատ տեսնում էի պարոն Փարսյանը իրոք այն համայնքապետն է, որ մարդկանց խնդիրների մասին անհատապես նույնիսկ տեղյակ է։ Եվ շատ է եղել, անգամ մարդկանց անհատական խնդիրները միասին տարբեր քննարկել ենք։ Հետո երբ արդեն այս քաղաքական գործունեության հարցը առաջացավ, միակ մարդկանցից մեկը, որ իսկապես կարող է այդ հարցը քննարկել, հենց պարոն Փարսյանն էր, որովհետև գիտեի սրտացավ մարդկանցից մեկն է։ Պարոն Փարսյանի հետ երբ սկսեցինք քննարկել, արդեն որոշում էինք քաղաքական այս համագործակցության հարցը, ես հիմա մի այսպես մեր քննարկումը ձեզ ներկայացնեմ, որտեղ մենք ձեզանից չպիտի որևէ եւ չունենք էլ որևէ փակման։ Ինձ պարոն Փարսյանը երկու պայման առաջարկեց եւ ասաց, եթե այս երկու պայմանը մենք անում ենք, մենք իրականացնում ենք համատեղ քաղաքական գործունեություն, ճանապարհ ենք անցնում։ Առաջինը ադրբեջանական զորքերի դուրսբերում Հայաստանի տարածքներից եւ երկրորդ ադրբեջանցիների բնակության բացառում կամ թույլ չտալ մեր երկրում։ Այս երկու պայմանն է եղել։ Ինձ համար մի կողմից շատ հաճելի էր դա լսել եւ մյուս կողմից էլ բնական էր ներողություն եւ մյուս կողմից էլ հետաքրքիր էր այն առումով իմ սպասածն էր, որովհետեւ մարդը ոչ ուզեց անձնական հարցեր քննարկել, կարող էր որոշակի անձնական հարցեր քննարկել, քաղաքական հարցեր քննարկել, բայց եղել է այս երկու ընդհանրապես պայմանը։ Եվ ես իհարկե պատասխանեցի բնականաբար, որովհետեւ դա ամբողջական կոդով դրված է նաեւ իմ մեջ։